Թբիլիսիում տեղի ունեցավ թեմատիկ հանդիպում «Էթնիկ բազմազանությունը Վրաստանում. պատմական և ժամանակակից դիտանկյուն» թեմայով։ Միջոցառումն անցկացվեց հունվարի 22-ին Holiday Inn հյուրանոցում և նվիրված էր էթնոսների միջև հարաբերություններին ու քաղաքացիական ինտեգրման հարցերին։ Հանդիպմանը մասնակցեցին Թբիլիսիի պետական համալսարանի վրացի ուսանողները, ինչպես նաև 1+4 ծրագրի հայ, ադրբեջանցի և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրեցին շնորհանդեսներ էթնիկ փոքրամասնությունների պատմության, մշակույթի, ավանդույթների և ժամանակակից կյանքի վերաբերյալ։ Միջոցառումը տեղի ունեցավ «Նոր սերունդ» առաջընթացի համար ոչ կառավարական կազմակերպության կողմից իրականացվող նախագծի շրջանակում, որն իրականացվում է երիտասարդական գործակալության աջակցությամբ և նպատակ ունի նպաստել էթնիկական փոքրամասնությունների երիտասարդների քաղաքացիական ինտեգրմանը և կրթական մակարդակի բարձրացմանը։ «Նոր սերունդ» առաջընթացի համար կազմակերպությունը Վրաստանի երիտասարդական գործակալության կողմից աջակցվող նախագիծ է իրականացնում վրացի ուսանողների միջէթնիկական հարաբերությունները և քաղաքացիական ինտեգրացիան խթանելու համար։ Էթնիկ և կրոնական բազմազանությունը Վրաստանի հարստությունն է, քանի որ էթնիկ խմբերը Վրաստանում խաղաղ ապրել են միասին դարեր շարունակ, և սա իսկապես հպարտության առիթ է։ Այսօրվա մեր հանդիպումը հնարավորություն է տալիս տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներին ներկայացնել իրենց պատմությունը, ավանդույթները և մշակույթը վրացական և այլ համայնքների երիտասարդներին։ Սա առաջին անգամն է, որ մասնակցում եմ նման նախագծի։ Ես ուրախ եմ լինել նման նախագծի մի մասը։ Վրաստանը, ինչպես գիտեք, հանդուրժող երկիր է, և տարբեր ազգությունների և հավատքների մարդիկ ապրում են, գոյակցում և աղոթում են կողք կողքի Վրաստանում։ Նրանց համար շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Այս նախագիծը տարբեր լեզուների, ազգությունների և հավատքների մարդկանց համար, այսպես ասած, լավ հարաբերություններ հաստատելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու միջոցներից մեկն է։ Այսօր մենք ունենք թեմատիկ հանդիպում Վրաստանի էթնիկ բազմազանության վերաբերյալ։ Ինչպես գիտեք, էթնիկ բազմազանությունը Վրաստանի պատմական իրականություն է։ Այսօր վրացիների հետ միասին մենք այստեղ ենք նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներս, և մենք զեկույցներ կունենանք մեր ազգային պատկանելության մասին։